Խաչատրյան։ Ժորժ ջան, համապետական ընտրությունը եւ քաղաքային ընտրությունները տարբեր թիմ բան ունեն, տրամաբանություն, հա, հիմա դու 21 թվի, հա, լավ է, 20,000 որ ավելացել է, ընդունում եմ շատ գործ, դա քիչ է, որ 20,000 ավելացել է 8 տարի կամ 6 տարի կամ 5 տարի կառավարելուց հետո, դա քիչ է, ավելի քան 23,000, դե այն վաղտվա ստացածից այս 5 տարվա մեջ եթե մենակ 20,000 ավելացել, դրա մասին մտածեք, ես ձեզ ասեմ, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրությունների ընթացքում ստացել է 49.7% եւ իշխանության ձևավորման իրավունք ունի միմիայն շնորհիվ նախկինում ստեղծված ըստիս շատ սխալ սահմանադրության, այսինքն ընդունված, ուրեմն ուժեղ Հայաստան դաշինքը 340, Հայաստան դաշինքը 144, հետևաբար 484,000 ձայն, որը որ դուք հիմա ասում եք, ես են սխալ են, սաղ գնված են եւ այլն, դուք կողմնորոշվեք, դուք ուզում եք գնաք իրավական պետություն ստեղծելու ուղղությամբ, որտեղ միջև դատական վճիռը չես կարող մարդուն մեղադրես, ու լիքը այլ հարցեր, որտեղ, չգիտեմ, համայնքային ծառայողները հավաքանու անդամ չեն ծեծում, թե դուք ուզում եք գնաք տոտալիտար կամ լավ, հələ տոտալիտար չէ, խիստ ավտորիտար, որ արդեն գնալով ձևավորվում է, այդ ուղղությամբ, որտեղ օրինակ ես ձեզ ասեմ, որ Կադաֆի կառավարման շրջանի առաջի, չգիտեմ, 15-20 տարին ասում են ֆանտաստիկ Լիբիան ապրել է, բացիստակար բանի Կուբայում իշխանությունը կորսել ուզում էի խառնեի բացիստուտայի հետ, բայց չստացվեց, չխառնեցի, բացիստակար այդ բացիստան ասեմ ձեզ, էլի տենց հեղափոխությունով եկել է, գնացել է, հետա եկել ու էլի տենց դիկտատուրական, բայց էլի լավ կառավարել է, միջև ինչ-որ խնդիրներ չի ունեցել, ժողովուրդը ճանապարհել է։ Դուք կողմնորոշվեք ձեր մեջ, որ կողմնորոշվեք, ասենք հիմա մենք ինչ տեսնում ենք, դա ավտորիտարիզմի բաներ է, ասենց ասեմ, իմպուլսներ է, բոլորին դատել, հոդվածը կա, ապացույցը կա, դիշ դատի խես ասում դատելու եմ, դատի պրծի, մենք էլ ասենք արա դատին։ Պարոն Ավինյան, հարց չկա, ես շատ կողմ եմ մուլտի ռեսթ հաուսը, ընդեղից կորի, բայց մենք ձորում այդքան ապրանք բան ունենք սարքած, որ էլի պայմանագրերը ավարտել են, հարցումներ ունեմ, հիմա գնամ Սամվել Ալեքսանյանին համոզեմ ընդդիմադիր դառնան, որ իրա Փարվանայի գոնային գետի մասի մեծ են շինությունը քանդեք, այն մյուսը թոմնա հասկացա, բայց ուզում եմ ասեմ, եթե դուք իրավական ուղով եք գնում, մեծամասնությունը կառավարության բան ունեք, ձևավորելու իրավունք, դուք կողմնորոշվեք ինչով եք գնում, եթե այո եկեք իրավականով գնացեք, բայց եթե իրավականով եք գնում, մի այտենց արտահայտություններ բաց թողեք առանց բանի, դատական վճռի մեկ ու միանգամից սաղ բարերարներին պիտակավորեցիք, մեկը Թաթար Ռուբո, մեկը սենց, լավը Ռուբենա բանը, Նուբար Աֆյանին էլ չեք պիտակավորը, բայց ասեմ, Նուբար Աֆյանը, որը մեծ ջանքերով բերեց այդ չիպերի արտադրու պահեստը ստեղ, միակ շնորհակալություն է կառավարության մակարդակով չեղավ, ինչա թե ինքը Ռուբեն Վարդանյանի ընկերն է, ուզում եմ ասեմ, Ժորժ ջան, ձեր մեջ նայեք, նաև այն մասը, որ 49% եք ընդամենը հավաքել, այն ուժը, որը իշխանության եկել է 70+%-ով, կողմնորոշվեք։ Տիգեն Խաչատրյան